Գանժովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր ճեպազրույց տալիս, նրան հիշեցնում է երկրորդ նախագահի ձեր դաշինքի առաջնորդի այն պնդումը, որ միայն ինքը կարող է Հայաստանը այս դժվարին իրավիճակում ղեկավարել, Սիմոնյանն ասում էր, պարոն Քոչարյանը ընդհանրապես անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի, թող դրա մասին մտածեն իրենց ձայները, այլ ուժեր կարող են տանել, որն է ձեր մեկնաբանություն Տիկին Գրիգորյան։ Դե դուք իրապես ակնկալում եք, որ ես պետք է Ալեն Սիմոնյանի կանխատեսումները մեկնաբանեմ, դե լավ, եկեք լուրջ խոսույթով զբաղվենք, հա, եկեք լուրջ խոսույթ քննարկենք, թե ինչպիսին կորոշվեն, այսինքն ձայները ինչպես կբաշխվեն, մեր ժողովուրդը ինչ որոշում կկայացնի, ժողովրդի ընտրության հարցն է։ Այսինքն Ալեն Սիմոնյանը այն գլխից գիտի թվերը նկարած դարակում դրված են, որ նման հայտարարություններ անում։ Եթե արդեն նկարել դրել են, այդ արդեն ուրիշ պատմություն կհասկանանք, որ Ալեն Սիմոնյանը արդեն որոշակի ֆիքսված թվեր կա, որ ուզում է հրապարակային կամ էլ հարցման տվյալներ։ Որ հարցման տվյալներ։ Դե միգուցե ներքին հարցումների տվյալների վրա է հիմնվում։ Իրականում հարցումներ մենք եւս անում ենք եւ բոլորն են անում եւ ուղղակի նման մտահոգություն գոյություն չունի։